Փառք Հիսուս Քրիստոսին, նարժանի առնելու փառքը, պատիվը, մեծարանքը, ամեն, միջև կնստես կողքինիդ ասա, խաղաղություն լինի քեզ, շնորհակալություն մեր փառաբանության թիմին, Տիրոջ խաղաղությունը լինի ձեզ հետ, ամեն, Փառք Հիսուս Քրիստոսին, մենք պատրաստվում ենք վաղը գնալու ենք ճամբար, լավ ժամանակներ է լինելու, որովհետև ով որ ճամբարում է եղել, գիտի, որ իրականում շատ հիանալի ժամանակներ է, լավ հանգստի ժամանակներ է։ Սա նրա համար եմ ասում, եթե դու չես եկել, մյուս տարի գոնե հենց արա որ լինես, որովհետև լավ հանգստի ժամանակներ ես բաց թողելու։ Տեր օրհնի բոլորիդ։ Խոսքը որ վերնագրել եմ այսպես. համոզված եմ։ Կա չէ սենց բան, որ մարդը ներսից նենց համոզմունք ունի, նենց համոզված է, որ իրան չես կարա փոխես։ Համոզված եմ։ Բայց այսօր խոսալու եմ սխալ համոզմունքների մասին։ Մարդիկ ունեն սխալ համոզմունքներ եւ դրա վրա համոզված են եւ այդ սխալ համոզմունքներու միջոցով սատանան իրենց ամբողջ միտքը վերցնում է։ Օրինակ վերցնենք համոզմունքները ինչից է գալիս։ Համոզմունքները ինչ որտեղ գալիս է երևակայություններից։ Երևակայում ես։ Ինչ որ բան երևակայում ես։ Օրինակ պատկերացրու քո հարազատներից ինչ որ մեկը միտում չուներ քեզ նեղացնելու, բայց քո երևակայության արդյունքում բարի հող ստեղծվեց չար կռիվների։ Դու ինչ որ մի բանի ու նրա ամեն մի ասածը ել քո դուրը չի գալիս, որտեվ սատանան նախ եւ երևակայության միջոցով դրավ քո մտքի մեջ եւ հետո դրանից հետո սկսեց բարի հող պատրաստել, որ այդ վեճերը լինի։ Երբ որ դու համոզված ես, որ այդ մարդը քո հանդեպ սխալ է, դու արդեն կներես լարված ես իր հանդեպ։ Արդեն մտածում ես, հեսա մի բան կասի, դու արդեն գիտես ինքը ինչ է ասելու, արդեն պատասխանել ես պատրաստել։ Շատ ժամանակ մենք պատասխանը ձեռների սպասում ենք, որ ինքը գա, դեսա որ գային սենց ասի, ես էլ սենց կասեմ։ Դա սխալ համոզմունքներ է։ Ու շատ ժամանակ դու տեսնում ես, որ տան վեճերի մեծամասամբ դա սխալ համոզմունքներ է։ Օրինակ, ես շատ եմ սիրում կենցաղից խոսել, նամանավանդ հարսկիսուր հարաբերությունից խոսել, չգիտեմ, դա տենց բոլորին տենց ընտանիքներում լինում է, միգուցե հարց կիսուր չի, ծնող եւ երեխա հարաբերություն լինի, եւ ինչ է կատարում այդ հարաբերությունների մեջ։ Օրինակ, մարդը առավոտից հելելա, քնից ու տեսնում է տան անդամ իր հետ այնքան էլ լավ չի խոսում։ Ու արդեն ինքը մտածում է երևակայության արդյունքում, որ իր դեմ տրամադրված են։ Ու դրանից հետո ինչ որ մեկը զանգում է, կուլտուրայից ելնելով ինքը շատ լավ է խոսում նրա հետ։ Դու պատկերացրու, ասենք, կիսուր մայրիկը հարսի հետ լավ չի խոսացել, մեկ էլ իր աղջիկն է զանգել, հա, սիրտես, ոնց ես, բան, ասենց իջնում, ու քեզ հետ լավ չի խոսում, չէ՞։ Ու այդ երևակայության արդյունքում սխալ համոզմունքով դու կարող ես բան սպասես, որ ամբողջ օրը ինքը անդադար քեզ վատ բաներ ասել։ Ու տենց էլ լինի քո կյանքում, որովհետև դու ունես սխալ համոզմունք։ Դա երևակայության արդյունքում է։ Գիտես, իմ կյանքում եղել է ասենց մի հատ դեպք, որ ինչ շատ հարազատ մարդ մոտեցավ ինձ նենց բան ասեց, որ ես իմ մտքով չէի կարա պատկերացնեմ, որ ես այդ ձև տրամադրված կլնեմ իր հանդեպ։ Ու գիտես, եկավ հասավ նրան, որ այդ ամեն ինչը սուտ էր։ Սատանան սուտ երևակայություններ է դնում մարդկային մտքի մեջ։ Օրինակ, այս քաղաքի մեծամասամբ միգուցե տրամադրված են սխալ երևակայության արդյունքում, որ այս եկեղեցում գիտես այդ ինչեր են անում։ Սխալ երևակայություն։ Այստեղ փառաբանում են Աստծուն, խոսնակը դուրս է գալի, Աստծուց խոսք է փոխանցում, իրար հետ լավ շփում ենք ունենում ու գնում ենք տուն։ Բայց մարդիկ գիտես ինչ են մտածում, դրանք այդ ինչ են անում այդտեղ։ Նրանց սխալ երևակայության արդյունքը բերում է նրանց, որ իրանք չեն գալի Աստծո տուն, Աստծուն պաշտելու։ Ես նկատի չունեմ կոնկրետ մեր եկեղեցին, եկեղեցիներից ինչ որ մեկը չեն գնում, որովհետև ունեն սխալ երևակայություն։ Իսկ մարդիկ, երբ որ առաջին անգամ հաճախում են ու տեսնում են, որ ուրախություն կար, խաղաղություն կար, փոխվեց իր կյանքը, սկսում են հակառակը վկայել, որ ոչ մի բան էլ չկար։ Մենք պատկերացնում ենք մարդակեր գազաններ։ Սխալ երևակայություն։ Սխալ երևակայության արդյունքում դու ունենում ես սխալ պատկերացում։
Օրինակ եղել է տենց բան, որ օրինակ պատկերացրել ես, ասենք, չգիտեմ, ինչ որ մի բան ես ուզում պատրաստես, կին ես ու ինչ որ բան ես ուզում պատրաստես։ Դու պատկերացրել ես, որ պիտի այդ ամենից շատ լավ լինի, այդ ինչ որ պիտի պատրաստես։ Ու չնախատեսած մի քիչ աղը շատ գնաց, չգիտեմ։ Ինչ որ մի բան փոխվեց այդ ընդհանուր համը։ Ու քո պատկերացումը սուտ էր, որովհետև դու միջև վերջ չգիտեիր։ Ավելի լավ է մենք կարողանանք վերջից մտածենք։ Գիտեք, սխալ երևակայությունների եւ սխալ համոզմունքների վերջում կա հիասթափություն, որովհետեւ դու ունես սխալ սպասում։ Օրինակ դու սպասում էիր, որ, չգիտեմ, քո բարեկամներ, այն հարուստ բարեկամ ունես, քեզ օգնելու է։ Ու չի օգնել, այդ մարդուն չես ասել, քո կարիքն ունեմ։ Ուղղակի սպասում ես։ Ու այդ սխալ երևակայության, սխալ սպասման արդյունքում դու հիասթափվելու ես։ Շատ ժամանակ մարդիկ ունեն սխալ սպասում եկեղեցուց։ Էսա գամ եկեղեցի ու լրիվ դզվելու է։ Ձեզ հակառակ ասեմ, դզվելու չի, սկսվելու է։ Սկսվելու է քո բնավորությունների փոփոխությունը։ Տարիներով, որ բնավորություն ունես, Աստված ուզում է այդ բնավորությունները հետ աշխատի, փոխի։ Եթե բարկացող ես, տեսնելու ես մի քանի վեճի մեջ ես ընկել։ Ասում ես ինչ անեմ, որ պրծնեմ, ու հասկանում ես, որ մեղավորը դու ես։ Ու քո ներսի հետ դու պիտի սկսես աշխատել, քո բնավորության հետ։ Ու մենք տեսնում ենք Աստծո խոսքի մեջին Ղուկաս ավետարան 18-րդ խոսք, 18-րդ գլուխ 9-րդ խոսքից։ Փարիսեցիների եւ մաքսավորներ, այդ երկու մարդու աղոթքներ։ Ոմանք էլ որ համոզված էին, որ իրենք արդար են, ուրիշներին արհամարում էին, այս առակը ասեց։ Ոմանք համոզված էին, որ իրենք արդար են, ուրիշներին արհամարում էին։ Այս առակը պատմեց Հիսուսը։ Նախ եւ առաջ պիտի հասկանաս, երկու կատեգորիա, չգիտեմ ոնց ասեմ, երկու խումբ։ Մեկը համոզված էր, որ ինքը արդար է, այն մյուսին ասում էր, նրանք արդար չեն։ Այս երկու խումբը բաժանված էր։ Եվ այդ մեկ խմբի անունը դրվում էր Աստծո քահանաներն էին, փարիսեցիները։ Եվ մյուս խումբը աշխարհի մարդիկ։ Այսօր կարող է այդ միտքը նաև եկեղեցում լինի, որ մենք արդար ենք, մենք ամեն ինչ շատ ճիշտ ենք անում, այս աշխարհի ժողովուրդը այդքան էլ ճիշտ չեն անում։ Եվ այս առակը ասավ Հիսուսը նրանց. երկու մարդ տաճարը ելան աղոթելու, մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին առանձին կանգնած այս աղոթն էր անում. Ով Աստված, շնորհակալ եմ քեզանից, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ։ Ինչպես հափշտակողներ, անիրավներ, շնացողներ կամ ինչպես այս մաքսավորը։ Այդպես ինքը արդեն իր առավելագույն կոմերն էր ասում։ Ես եկեղեցի եմ գնում, ես Աստծո տանն եմ, ես այս աշխարհի նման չեմ։ Ու դու համոզված ես, որ դու քո Աստված քո աղոթքը 100% լսում է։ Իսկ մաքսավորը հեռու կանգնած, կներեք, շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում, 10-րդ եմ տալիս, այն ամենից ինչ ունեմ։ Իսկ մաքսավորը հեռու կանգնած չէր էլ կամենում աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր կուրծքը եւ ասում էր. Ով Աստված, ողորմիր մեղավորիս։ Ասում եմ ձեզ, մաքսավորը արդարացված իջավ իր տուն, որովհետեւ ամեն ոք ով ինքը իրեն բարձրացնում է, կխոնարհվի, իսկ ով ինքը իրեն խոնարհեցնում է, կբարձրանա։ Գիտես, ինքը համոզված էր իր արդարության վրա, ինքը համոզված էր իր աստվածապաշտության վրա։ Շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում, ես 10-րդ եմ տալիս, ես քո տաճարի մեջ եմ, ես քո ծառան եմ։ Բայց այդ մարդը ուներ սխալ համոզվածություն, որովհետև նրա աղոթքը տեղ չի հասավ, այլ այն մարդու աղոթքը, ով կոտրված էր, ով ինքը իրեն չէր բարձրացրել, ով եկել էր Տիրոջ առաջ եւ ինքը իրեն խոնարհացրել էր, եւ այդ մարդու աղոթքը վեր բարձրացավ։ Ու մենք պիտի ուշադրություն դարձնենք, որ մենք ինքներս մեզ չսկսենք բարձրացնել, մտածենք, որ մենք ամենալավն ենք, ամենաընտիրն ենք, մեր նմանը չկա, մի հատ երգ է, չէ՞, չկա քեզի նման, դու ես աննման։ Այդ երգը չսկսեն մեր ականջին երգեն։ Գիտես այդ երգը երբ են երգում մեր ականջին, երբ որ քո մոտ մի բան է ստացվում։ Երբ որ քո մոտ մի բան է ստացվում, այդ երաժիշտները ականջիդ տակ կանգնած են։ Չկա քեզի նման, դու ես աննման։ Ու նենց չլինի, որ քո անձը բարձրացնես, այլ լինես մարդ, որ խոնարհության մեջ,
Աստծո երեսը փնտրես։ Չնայես իրավիճակներ առաջ ինչքան լավ ա եղել։ Ու ինչ ասում Աստծո խոսքը, որ այն մարդիկ, որ համոզված էին այս մարդիկ։ Համոզված էին, որ իրանց հետ ամեն ինչ լավ ա։ Դու էլ կարող այսօր համոզված ես, որ քո հետ ամեն ինչ լավ ա։ Ու ոչ մի փոխվելու տեղ չունես։ Բնավորությունները բոլորդ մեկը մեկից լավ ա։ Բայց չգիտես, խի արդեն 4-րդ տեղն ես աշխատում ու այդ խմբի մարդիկ քեզանի դժգոհ են։ Միգուցե դու նայես քո բնավորությանը։ Միգուցե նայես, որ չափից ավել ամեն ինչ, չգիտեմ, սենց բան կա, չի ասացված կա, լուն ուխտ ես սարքում, չեղած եղած ես սարքում։ Միգուցե նայես քո կյանքում, սկսես քննել քո կյանքը, փոխես քո կյանքը, նայես քո բնավորության, որովհետև եթե դու սկսես համոզված լինել, միգուցե մի օր համոզմունքներդ փուչ լինի, որովհետև այդ համոզված վիճակը կարա եւ ճիշտ չլինի։ Օրինակ մարդիկ կա, երբ որ ինձ մոտեցել են եւ առաջարկել են, «Հովիվ ջան, ես համոզված եմ, այս ձև ասեմ, որ եկեղեցում խանգարում ա բառաբանը, համոզված եմ, որ դհոլը խանգարում ա»։ Մարդը համոզված էր, որ այդ երաշտական գործիքները խանգարում են Տիրոջը փառաբանելու։ Գիտես, եթե քո համոզված լինելը, քո համոզմունքները չանցավ Աստծո խոսքի միջով, քո համոզմունքները սխալ են։ Որովհետև դու կարաս սխալ համոզված լինես։ Աստծո խոսքը 150-րդ Սաղմոսում ինչ է ասում։ Օրհնեցեք Տիրոջը թմբուկով, տավիղով, ծնծղանով։ Այն գործիքներից մեկը ծնծղան է, մեկը թմբուկ է, ժամանակակից։ Բայց մարդը համոզված է, որ դրանք խանգարում են Աստծուն փառաբանելուց։ Գիտես, քո համոզմունքները կարա սխալ լինի, որովհետև քո համոզմունքները չի անցնում Տիրոջ խոսքի միջով։ Օրինակ, ուրիշ համոզմունք ասեմ, որ կարաս դու այդ ձև մտածես։ 10-րդ տալը, որ մարդիկ անդադար քննադատում են մեր եկեղեցուն, որ մեր եկեղեցին գումար է հավաքում։ Գիտես, մենք գումար չենք հավաքում։ Մենք խոսում ենք 10-րդի եւ ընծայի մասին։ Մարդը հոժարակամ զոհաբերում է եկեղեցում։ Ինչքան ինքը կամենում է, բայց Աստծո խոսքը խոսում է նրա մասին, որ մենք 10-րդները մեր եկամտի 10%-ը պատկանում է Աստծուն։ Ու ես տարիներով ու մեր թիմը, մեր եկեղեցին 10-րդ տալիս ենք Աստծուն։ Բայց գիտես, ինչ որ մեկը կարա գա ասի, ես համոզված եմ, որ դուք սխալ եք անում։ Եթե նրա համոզված լինելը չի անցնում Աստծո խոսքի միջով, նրա երևակայության արդյունքում միգուցե իր մելանխոլիկ վիճակներ խանգարում էր բառաբանը։ Չգիտես, ինչ որ մի բան խանգարում է նրան, բայց պիտի քո համոզված լինելը անցնի Տիրոջ խոսքի միջով։ Եթե չի անցնում, դու ունես սխալ համոզվածություն։ Գիտես, մարդիկ կա, որ սխալ համոզված են, որ տարբեր բաների վրա, կամ միգուցե հենց կոնկրետ դպրոցում մարդը սխալ համոզված է, որ իր դասատուն, չգիտեմ, իրան շատ է խոսում վրան։ Գիտես, գալիս է սեպտեմբեր, մեր երիտասարդներին կասեմ, պատրաստեք ձեր սրտերը սովորելու այն դասախոսներից, որ ունեն այն գիտելիքը։ Քո մարմնային վիճակը ճզմիր, մարմինդ տար վարժության, որ խելացի լինես։ Գիտես, մարդը համոզված է, որ գիտես, եթե իմ դազղիկը փոխեմ, ամեն ինչ լավ կլինի։ Սուտ է։ Այն մյուսն էլ լինելու ավելի խիստ, ավելի պահանջկոտ։ Սխալ համոզմունքների պատճառով մենք անում ենք սխալ քայլել։ Քո համոզմունքները պիտի անցնի։ Ես օրինակ մարդիկ գիտեմ, որ իրենք լույսը չեն անջատում։ Ու նորեն տենց են քնում։ Համոզված են, որ լույսերը անջատեցին։ Մտածում ես, որ ինչ որ վախ է, ինչ որ մի բան է։ Կամ մարդիկ չեն կարողանում փակ տարածքում մնան։ Համոզված են։ Դա սխալ համոզմունքներ է, դու պետք է աշխատես դրան։ Մարդիկ կա լիֆտ չեն նստում։ Ունեն վախեր փակ տարածքից։ Համոզված է այդ մարդը տարիներով։ Ու այս մարդը եկել է Հիսուսին ընդունել։ Ու այս մարդը եկել է եկեղեցի ու իր համոզմունքներով։ Ուզում է իր համոզմունքները քեզ էլ փաթաթի։ Համոզմունքներ կա մեր ներսում, որ պիտի քանդվի։ Համոզմունքներ կա, որ սխալ է, տարիներով սխալ այլել։ Գիտեք, ես տարիներով համոզված եմ եղել, որ պիտի գառը մորթենք, մատաղանենք Աստծուն, արյունը քսենք ճակատներիս, համոզված եմ եղել ու արել եմ իմ համոզմունքները։ Երբ որ հավատքի եկա, հասկացա, որ դա վիրավորանք է, անարգանք է Հիսուս Քրիստոսի արյանը, որովհետև ասում է այն ժամանակ
կենթանիների նոխազների արյունն էր մաքրում, բայց հիմա կենթանի Հիսուս Քրիստոսի արյունը թափվել է մեր մեղքերի համար։ Բայց ես համոզված էի, որ ճիշտ եմ անում։ Հիմա ինձ մնում է իմ համոզմունքների հետ կռվել եւ հաղթել։ Դու կարաս կռվես եւ կռվես։ Օրինակ ես լիքը մարդիկ գիտեմ, որ իրանք կախված են սիգարետից, ծխում են եւ համոզված է, որ չի կարա պրսնի։ Եվ համոզված է, երբ որ ազատագրվի այդ դիվային կախվածությունից, ինքը կչաղանա, համոզված է։ Չի ուզում մի քիչ դիետա վերցնի, այլ ուզում է ծխի։ Կամ նույն ձևի համոզված է, որ իր ատամները կցավի եւ կթափվի։ Սխալ համոզմունքները քեզ չեն թողում, որ դու ճիշտ որոշումներ կայացնես։ Սխալ համոզմունքները քեզ կանգնեցնում են ճիշտ որոշումներ կայացնելու մեջ։ Մարդիկ կա սխալ համոզմունքներ եւ սխալ պատկերացումներ ունեն ամուսնությունից։ Գիտես, սպասում են, որ գիտես շատ լավ է լինելու եւ ամուսնացել է եւ բազում դժվարություններ կա, խնդիրներ կա։ Սխալ համոզմունքներ ունեիր, սխալ սպասումներ, հանդիպել ես իրականության հետ։ Ոստեղ տեսնում ես, որ այս մարդիկ, որոնք որ հոգեվոր էին փարիսեցիները, իրանք համոզված էին ու բարձր էին դասում իրան։ Քո համոզմունքները քեզ թող չբարձրացնի։ Այո, դու Աստծո տան մեջ ես։ Աստված ընտրել է քեզ։ Աստված ընտրել եւ մաքրում է քո բնավորությունը, փոխում է քո կյանքը, բայց դու մի բարձրացրու քո անձը, քո համոզմունքներով։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Գիտես, մի բանի մասին նույնպես կուզեմ խոսեմ, որ գրված է 2 Կորինթացիս 10-րդ գլուխ 3-րդ խոսքից։ Թեև մարմնով ենք ապրում, բայց մարդկային մղումներից ելնելով չենք մարտնչում։ Թեև մարմնում ենք ապրում, բայց մարդկային մղումներից չենք մարտնչում։ Այստեղ խոսում է առաքյալը, որ կար պատերազմ մարմնի եւ հոգու։ Ասում է մենք մարմնում ենք եւ մեր պատերազմը մարդկային պատերազմ չի։ Քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են, Աստծով բերդեր քանդելու։ Մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքեր։ Ուզեմ այստեղ կանգնեմ։ Մենք ասում եմ բաներ են քանդում, Աստծով բերդեր են քանդում եւ ծածուկ մտքեր են քանդում։ Ամեն ինչ կուզի անի սատանան, որ քո սխալ համոզմունքը եւ ծածուկ միտքը չհայտնաբերես եւ խոսես այդ մարդու հետ։ Ամեն ինչ կուզի անի սատանան։ Դու ինչ կարծիք ունես հակառակ այդ մարդու վրա, ինքը ամեն ինչ կանի, որ դու չխոսես իր հետ, ծածուկ պահես։ Ոստեղ ինչ ասում, ծածուկ մտքեր։ Մենք մի քանի թարգմանությունով նայեցինք, ինչ է այս ծածուկ մտքերը, որ մենք քանդում ենք այդ ծածուկ մտքերը Աստծո խոսքով, ինչին է վերաբերվում։ Գրված է ծածուկ եւ սխալ կարծիքներ։ Մենք Աստծո խոսքով քանդում ենք ծածուկ սխալ կարծիքներ, սխալ համոզմունքներ, կարծիք, համոզմունք, ծածուկ հակառակություն։ Հակառակությունը միշտ կուզի, որ ծածուկ մնա։ Ես չեմ տեսել մի հատ հարսը գնա իր կիսուրին ասի ես հակառակ եմ քեզ։ Միշտ գիտես ոնց արդարացնում է, որ ինքը հակառակ չի կամ չգիտեմ, շատ խոնարհ է, ծածուկ հակառակություն։ Եվ նաև գրված է համար մարտի վեճեր, այսինքն հակառակվող վեճեր։ Մենք իմացեք, այդ մեր մտքի մեջ կա հակառակություն, կա նաև ծածուկ մտքեր, կարծիքներ։ Հիմա օրինակ պատկերացրու, դու իմ մասին մի հատ կարծիք ունես։ Ամենաապահով բարդը, որ քեզ չի խափի, դա ես եմ, արի ինձ հարցրու։ Ասա քո մասին ես ձև եմ կարծում։ Իսկ սատանան ամեն ինչ կուզի անի, որ դու ծածուկել պահես։ Օրինակ պատկերացրու քո հարազատներից մեկի հետ կարծում ես, որ ինքը քեզ չի սիրում, չգիտեմ։ Քեզ հետ խնդիր ունի։ Սատանան ամեն ինչ կանի, դու ծածուկ պահես։ Քո երևակայությունը, քո ծածուկ համոզմունքները գնա խոսա այդ մարդու հետ։ Գնա բացի ամեն ծածուկները։ Գնա խոսա այն կարծիքը, որ դու կարծել ես քո ներսում։ Միգուցե սուտ է։ Ես գիտես ինչքան խոսակցության արդյունքում բժշկված սրտեր եմ տեսել,
որ մարդիկ գրկել են ու ասել են, ինչ պատահեց մեր մեջ։ Մենք շատ ջերմ էինք, շատ հարազատ էինք։ Ինչ որ բան, ոնց որ այն ձև չի գնում։ Ու նստել խոսալը բժշկում է այդ ամեն ինչը։ Որ նստես մարդու հետ խոսաս, որ գիտես ես սենց բաներ եմ մտքիս գալի, միգուցե իմ երևակայության, իմ համոզմունքների, ու սատանան ամեն ինչ անում է, դու ծածուկ պահես։ Երբ որ դու քո համոզմունքները սկսես խոսել, ծածուկ տեղից հանել, ինքը փուչ է։ Բայց սատանան ամեն ինչ կանի, ծածուկ պահի քո համոզմունքները։ Եվ ինչ ասում, մենք խորհուրդներ ենք քանդում, բերդեր ենք քանդում։ Եվ 6-րդ խոսքից, եւ պատրաստ ենք ամեն անհնազանդությունը պատժել, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։ Այնքան հետաքրքիր ինձ կպել էր այս խոսքը, անհնազանդության պատիժը։ Անհնազանդության պատիժը դա հնազանդությունն է։ Եվ պատրաստ ենք ամեն անհնազանդությունը պատժել։ Պատկերացրու ինչ որ անհնազանդություն կա, եթե դու ուզում ես այդ անհնազանդությունը պատժես, նրա հարցը լուծես, դու պիտի հնազանդվես։ Հիմա ինչ որ բան քո ներսում անհնազանդ է։ Քո ամուսնու հետ, քո ընտանիքի մեջ անհնազանդ ես։ Անհնազանդություն է բարձրացել։ Երեխա ես ծնողիդ հանդեպ անհնազանդություն է բարձրացրել։ Դու անհնազանդությունը կարաս պատժես, բայց հնազանդվելով։ Եթե դու անհնազանդության վրա անհնազանդություն ես դնում, քո երևակայության այդ համոզմունքները կամանց դիրք ունի արդեն։ Այնքան դժվար է հետո քանդելու։ Եվ մենք տեսանք, որ Աստծո խոսքը ասում է, մենք խորհուրդներ ենք քանդում, բերդեր ենք քանդում։ Այդ ինչ խորհուրդներ է, ինչ բերդեր է, մեր ներսի ծածուկ մտքերը, մեր ներսի ծածուկ սխալ հակառակությունները, մեր ներսում կա ծածուկ սխալ հակառակություններ, մտքեր, որ Աստծուց չի։ Եվ եթե ուզում ես հակառակությունները քանդես, հնազանդվի հակառակությունը կքանդվի։ Եթե ուզում ես այդ անհնազանդությունը քանդես, դա միակ դեղամիջոցը հնազանդությունն է։ Հնազանդվի երկրի դրած իշխարավորներին, հնազանդվի Աստծո դրած մարդուն, հնազանդվի ծնողներիդ, եթե կին ես ամուսնուդ, դու պիտի հնազանդվես։ Այն իշխանությունը, որ այս երկրի վրա գործում է, դա Աստծուց է։ Եթե դու երիտասարդ ես, հնազանդվի քո ուսուցիչներին։ Եթե դու, չգիտեմ, աշխատանքի վայրում ես, հնազանդվի քո վրա դրված այն մարդուն, ով քեզ աշխատանք է տալի։ Եթե պայմանները խախտել է, դուրս արի աշխատանքից, բայց քանի որ աշխատում ես, հնազանդվի, որովհետև Աստծո խոսքը խոսում է նրա մասին, որ ձեր մարմնավոր տերերին հնազանդվեցեք, ինչ ծառայեցեք ինչպես Քրիստոսին, ոչ թե աչքի երևույթով, այլ ծածուկ։ Եթե աչքի երևույթի ծառայություն կա, չէ, երբ որ շեֆը գալիս է, բանում հիմնարկում ինչքան մարդ կա, ուզում է իր հարածը շեֆը տենա։ Մի ձևի են սենց քայլում աշխատանքը։ Եթե բանը սենց, չգիտեմ, ինքը հավաքարար է, այն վաղտ որ սենց էր մաքրում, հիմա ուրիշ ձևի է մաքրում, որ իրան տենա, չէ։ Բայց Աստծո խոսքը ասում է, երբ որ դա անում ես, մի արա որ բոլորը տենան, ծածուկ, հնազանդ եղի։ Եթե հնազանդություն չկա, ուրեմն կա հակառակություն։ Եթե կա հակառակություն, Աստծո խոսքը խոսում է նրա մասին, որ հակառակությունը կախարդության պես է։ Այն մարդը, որ հակառակվում է, դիվային զորությունները այդ մարդի վրա են գալիս։ Անհնազանդությունը կախարդության պես է, իսկ հնազանդությունը զոհից առավել։ Հնազանդությունը բարձրացնում է քո աստիճանը, հենց զոհից առավել։ Գիտես, Սավուղը եւ Սամուելը Սավուղին ասել էր, կսպասես 7 օր, մի շաբաթից գալու եմ։ Գիտեք, կսպասեց ինքը այդ մի շաբաթը։ Միգուցե մի քանի ժամ կամ մի օր, 2 օր, շատ չէ լավ, որ Սավուղը ուշացավ։ Բայց վերցրեց Սամուելը ուշացավ։ Սավուղը վերցրեց եւ զոհը ինքը մատուցեց, որ պետքա չանել։ Գիտես, բաներ կա, քեզ ասել են այդ ձև արա։ Էլ միգուցե դու ասես, ես այս ձև անեմ ավելի լավ կլինի։ Պետք չէ այդ ձև անես։ Քեզ ինչպես որ ասել են, այդ ձև էլ արա։ Մի հատ sense օրինակ կա, որ մի հովիվ իր օգնականին ասում է, վերցրու այս 10 հատ վարդը եւ տար տնգի, բայց թարս։ Եվ բանը այս օգնականը վերցնում է, իր մոտ բան է գալիս, հայտնություն է գալիս, որ երևի իմ հովիվը չգիտի, որ ծաղիկը թարս չի կարելի տնկած, պիտի աճ տնկեմ։
Եվ գալիս է աջ տնկած, բերում է իր հովին ցույց տալի, որ տես ինչքան գեղեցիկ եմ տնկել, դու ճիշտ չէիր, ես համոզված էի, որ դու ճիշտ չէիր, ես ճիշտը գիտեի, դրա համար ճիշտ եմ արել։ Եվ այդ հովին ասում է դու չես կարա իմ օգնականը լինես, որովհետև դու չես անում այն, ինչ որ ես ասել եմ։ Դու անում ես այն, ինչ որ դու ուզում ես։ Բաներ կա քեզ բան են ասել։ Ինչ որ բան են փոխանցել, ընտանիքի մեջ։ Հայրդ ասել է ժամը 8-ին տունը կլնես։ Կամ ինչ որ մի բան փոխանցվել է քեզ, ինչ որ մի բան ասվել է քեզ։ Ամուսինդ ասել է այս ձև կանես։ Եվ դու ուզում ես անհնազանդություն տակից մի բան անենք, չէ՞, sense մենք սիրում ենք, չէ՞։ Մեր խելամոտ դե մենք լավ ենք հասկանում, քան իրանք։ Չէ, քո հնազանդությունն է, որ հեռացնում անհնազանդություն։ Քո հնազանդությունն է, որ հեռացնում ամեն մի կախարդություն, որովհետև անհնազանդությունը դա կախարդության պես է։ Եվ մենք գիտենք, որ սատանան այս ծածուկ համոզմունքների միջոցով իշխում է մեր ներսում։ Օրինակ, մարդ կա համոզված է, որ կիրակի մենակ ինքը կիրակի պիտի գա եկեղեցի, ուրիշ օրեր պետք չի գա։ Համոզված է։ Այսքանը հերիք է ինձ։ Վերցնենք Աստծո խոսքը նայենք, տեսնենք Աստծո խոսքը այդ ձև ասում։ Ասում է, որ մենակ մի օր կգաս, ել չգաս։ Հիսուսը ասավ աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Գոյությունը միաբանության աղոթք։ Մենք այս 3 շաբթի ունեցանք աղոթքի ծառայություն եւ նաեւ անհատական աղոթքի ծառայություն։ Գիտես, բազում մարդիկ եկել էին եւ բժշկվում էին, ազատագրվում էին, իրենց միտքը, վախերը, ծածուկ համոզմունքները բացահայտ էր դառնում, որ այդ ներսումդ բան ունես, այդ համոզմունքները սխալ է։ Եվ այդ ընթացքում շատ լավ ժամանակ էր։ Մենք ժամանակ առ ժամանակ ունենալու ենք ճիշտ ամեն 3 շաբթի ունենալու ենք աղոթքի ծառայություններ եւ ունենք եւ նաեւ ունենալու ենք աղոթքի ծառայություններ անհատական աղոթքով։ Երբ որ լսես այդ հայտարարությունը, արի քո համար աղոթեն, արի Տիրոջ առաջ, որ նաեւ դու աղոթքի մեջ լինես։ Գիտես, ուզեմ նաեւ կարդամ Գործք առաքելոց 8-րդ գլուխ առաջի խոսքից։ Սողոսն էլ համագործակից էր նրա սպանությանը։ Այդ օրը Երուսաղեմի եկեղեցու դեմ մեծ հալածանք եղավ։ Բոլորը ցրվեցին Հրեաստանում, Սամարիայում գավառները, բայց բացի առաքյալներից։ Ուստեղ նախավեռնագիր կա գրված Սողոսը եկեղեցու հալածիչը։ Իսկ Սողոսը ավիրում էր եկեղեցին, տնից տուն էր մտնում եւ տղամարդկանց ու կանանց քաշ տալով բանտ էր նետում։ Պողոսը համոզված էր, Պողոսը դա հզոր առաքյալ էր, որ ամբողջ հեթանոսությունների մեջ կանչված էր ու ամբողջ Ասիան քարոզեց ավետարան։ Եվ Պողոսի թղթերը շատ հիմքային թղթեր են Աստվածաշնչում եւ մեզ տալիս են շատ լավ գիտելիք։ Բայց Պողոսը համոզված էր, որ հավատացյալներին սպանելով Աստծուն ծառայություն է մատուցում։ Պողոսը համոզված էր, որ ինքը ինչ որ անում է, Աստծուն ծառայություն է մատուցում։ Բայց մի հատ բանի վրա կուզեմ ուշադրություն դարձնես։ Պողոսի վարդապետը, որը Գամաղիելն էր, որտեղ Պողոսն ասում է, ես Գամաղիելի ոտքերի տակ եմ մեծացել։ Գամաղիելը համոզված չէր, որտեղ դու տեսնում ես Աստծո խոսքի մեջ գրված է, որ Գամաղիելը, երբ որ Պետրոսին ծեծում էին, Գամաղիելը առաքյալներին հանեց, այդ Իսրայելի ծերերի խորհրդին ասավ, միգուցե մենք Աստծո դեմ ենք մարտնչում։ Բայց Պողոսը համոզված էր, որ ինքը ինչ որ անում Աստծո համար անում։ Սխալ համոզվածություն։ Սխալ էր համոզված։ Եվ այդ սխալ համոզված վիճակը բերավ նրան, որ ինքը սպանում էր Քրիստոսի եկեղեցուն։ Եվ երբ որ հանդիպում ունեցավ Հիսուսի հետ, դա գրված է Գործք առաքելոց 9-րդ գլուխ առաջի խոսքից, իսկ Սողոսը, որ Տիրոջ աշակերտներին սպառնալով ու նրանց սպանելով տակավին ներշնչված եկավ քահանայապետի մոտ։ Նրանից Դամասկոսի ժողովարան ուղարկեց նամակներ խնդրելու, ինչպես նաև եթե ճանապարհ գտնվի խոսքի հետևողներին, որովհետև մեկին տղամարդ թեկին կապված Երուսաղեմ բերի։ Ճանապարհին, երբ որ նա մոտենում էր Դամասկոսին, հանկարծ նրա շուրջը երկնքից մի լույս փայլեց։ Գետնին ընկավ եւ նա մի ձայն լսեց, որ իրեն ասում էր. «Սավուղ, Սավուղ, ինչու ես ինձ հալածում»։ Գիտես, Սավուղը չէր հալածում Հիսուսին, բայց նա հարց տվավ, նա ասաց. «Ով ես Տեր»։
ասաց. Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Սավուղը հալածում էր եկեղեցուն, բայց Հիսուսն ասում էր. եկեղեցուն հալածելով դու ինձ ես հալածում։ Գիտես ինչքան կա, որ մենք բամբասում ենք ուրիշ եկեղեցիներից, բամբասում ենք ուրիշ հավատքի մարդկանցից։ Գիտես ասում է դու ինձ ես հալածում, դու եկեղեցուն չես հալածում։ Սավուղը ինքը գիտեր, որ ինքը շատ ճիշտ անում սպանելով հավատացյալներին։ Նա ուզում էր, որ նենց անի, որ Աստծուն պատվի սխալ համոզվածություն եւ սխալ պատիվ, բայց նա ուներ ճիշտ սիրտ։ Նա ունեցավ հանդիպում Քրիստոսի հետ, եւ երբ որ Քրիստոսի հետ հանդիպում ունեցավ, նրա համոզմունքները ուղղվեցին եւ նպատակակետին դրվեցին։ Եվ այնինչ որ արավ Պողոսը, ոչ մեկը չարավ։ Միգուցե քո համոզմունքներն է սխալ, Աստված ուզում է քեզ շտկի եւ դզի, եւ իր համար անոթ պատրաստի, որ գնա եւ հետ չկանգնի։ Եվ տեսնում ես, որ 6-րդ խոսքում վեր կաց, մտիր քաղաքը եւ քեզ կասվի, թե դու ինչ պետք է անես։ Գիտես, Սավուղը հանդիպում ունեցավ, Սողոսը հանդիպում ունեցավ Հիսուսի հետ։ Նրա համար բացվեց եւ հայտնվեց ով էր Հիսուսը։ Դա Քրիստոսը եկեղեցին էր։ Եվ ասավ. ինչ անեմ Տեր։ Ով ես եւ ինչ անեմ։ Եվ ասավ քեզ կասվի, ինչ անես։ Եվ տեսնում ես Սողոսը դարձավ Պողոսը դարձավ ամենազորավոր, Սողոսը, որ Պողոս էր, արդեն դարձավ ամենազորավոր առաքյալներից մեկը։ Այո, երբ որ մեր սխալ համոզմունքները քանդվում է, գիտես այնքան սխալ համոզմունքներ կա եկեղեցու մեջ, որ մարդիկ մեկը մյուսին համոզված են, որ այդ մարդը այդ ձև է։ Գիտես ինչքան է եղել, որ գնում ես ինչ-որ մեկի տուն ու տեսնում, որ դու սխալ ես համոզված։ Երբ որ մտնում ես նրանց ընտանիքի ներսը, տեսնում ես նրանց նստելը, վեր կենալը, քո պատկերացումը փոխվում է այդ մարդու մասին, բայց միջև այդ դու համոզված ես։ Եվ Աստված ուզում է, որ սատանան չտիրի մեզ սխալ համոզմունքների պատճառով։ Գիտես այնքան եմ տեսել, որ մարդիկ սխալ համոզված են։ Երկու եղբայր համոզված է, որ իր եղբայրը իր համար լավը չի ուզում։ Գնում ես մյուս եղբայրն ես լսում, մյուս եղբայրներն նույնն ասում։ Ես համոզված եմ, որ իմ եղբայրը ինձ ատում է։ Գիտես, իրանք համոզված են, որ իրանք իրար ատում են, բայց իրանք իրար չեն ատում։ Բայց սատանան սխալ համոզմունքի մեջ դնում է վեճեր, որ ազգեր է բաժանում, եղբայրներ է պառակտում, քուր ու հարազատներ է պառակտում։ Սխալ համոզմունքները դառնում են իրականություն։ Դու չլինես մարդ, որ քո սխալ համոզմունքները իրականություն սարքի սատանան։ Տես օրինակ ինչքան ես երկար ժամանակ դու նեղված ես ելել քո քույրերից, եղբայրներից, հարազատներից, հորքուրից, քեռուց, ինչի պատճառով։ Պատճառել չկա։ Սատանան քեզ համոզել է, որ իրանք քո լավը չեն ուզում, իրանք քեզ չեն սիրում, իրանք նախանձում են քեզ։ Սխալ համոզմունքները բերում է հարազատների մեջ բաժանումներ։ Ինչքան սխալ համոզմունքներ ունեն երեխաները ծնողների հանդեպ։ Իրանք համոզված են, որ դուք իրան չես սիրում։ Համոզված են շատ ժամանակ, որ դուք իրան ծնողը երեխուն չի սիրում։ Սխալ համոզմունք։ Ու այս սխալ համոզմունքը բերում է սխալ հետևանք։ Տեսնում ես երեխան վերցրավ իր ճամպրուկը ու տնից դուրս եկավ, որովհետև իր ծնողները իրան խանգարում են։ Որտեղ ես տեսել ծնողը երեխային խանգարի, բացի դաստիարակելուց եւ սիրելուց։ Բայց այդ երեխան ունի սխալ համոզմունք ու ինչ որ ձև վերցրավ ու տնից դուրս եկավ։ Մենք տեսնում ենք, որ հզոր Աստծո օծյալը, որ սովորել էր Գամաղեելի ոտքերի տակ, որը Պողոս առաքյալն էր, ուներ սխալ համոզվածություն։ Բացարձակ չէր սպասում Քրիստոսին։ Այսօր այս քաղաքում էլ բազում մոլորություն կա, որ կա սխալ համոզվածություն եկեղեցիների նկատմամբ։ Բայց դու մարդ ես, որ պիտի վարակես ճշմարիտ համոզվածություն, անձնական վկայությունով, որ ես գնում եմ այդ եկեղեցին, փոխվում է իմ կյանքը, ես հաճախում եմ Տիրոջ տուն, Տիրոջ խոսքը լսելու, իմ կյանքը փոխվելու մեջ, ու թող քո ներսում չլինի սխալ համոզվածություն։ Երբ որ մի օր սխալ համոզվածություն ելավ, թողելու ես եկեղեցին ու գնաս։ Սատանան մտնում է մարդու մտքի մեջ, քիչ-քիչ համոզում նրան,
որ կտրի եկեղեցուց։ Եվ այդ մարդը համոզված է, որ ինքը եկեղեցի չի գնում ու դա ճիշտ է։ Գիտես, երբ հայրա աչքերը բացվելու, երբ որ ինքը ունեցավ ճիշտ համոզվածություն, հանդիպում ունեցավ Քրիստոսի հետ։ Ու ես հավատացած եմ, որ Աստված պատրաստում է այդ հանդիպումը, եւ որ հանդիպում կունենա Հիսուսի հետ, եւ կընկնի Քրիստոսի ներկայության մեջ, կհասկանա, որ պիտի վազի Տիրոջ տուն, ինչպես Պողոս առաքյալը։ Ամեն։ Մի հատ նկար ունենք, կուզենք դիտի դնենք։ Գիտես, շատ ժամանակ մարդիկ ունեն կարծիքներ եւ այդ կարծիքները ձևավորված է իրենց տեսողությունից ելնելով։ Եվ շատ ժամանակ տեսողությունը այս ձևա։ Այս մարդը համոզված է, որ սա 6 է, այն մյուս մարդը համոզված է, որ դա 9-ն է։ Գիտես, որ մտածում ես, մարդը ճիշտ է համոզված, բայց նա չի տեսել այն, ինչ որ մյուս մարդն է տեսել։ Շատ ժամանակ սխալ համոզվածությունը բերում են հիվանդությունների։ Երբ որ տեսնում ես երեխան գլուխը լվացած ուզում է տանից դուրս գա, եւ ասում ես ծածկիր, կմրսես, ոչ մի բան չի լինի, 4 անգամ արել եմ, 5-րդ անգամ չի լինի։ Ու տեսնում ես մի քանի օր հետո ինքը եթե լավագույն դեպքում հարբուխով է վարակվում, վատագույն դեպքում միգրենով, իր սխալ համոզվածության պատճառով։ Երբ որ ուզում ես շտկես ու հակառակություն է գալիս, երբ որ ծնողը երեխային ասում է շոր հագիր, հագուստիդ նայիր, կմրսես, միշտ էլ երեխայի մոտ հակառակություն է գալի, եւ դա դիվային է։ Երբ որ ինքը հնազանդվեր, ու այդ ամեն ինչ իր տեղը կընկներ եւ չեր լինի, ու այդ մարդը առողջ կլիներ։ Ուղղակի մարդիկ չեն տեսնում այն, ինչ որ տեսնում են։ Օրինակ պատկերացրու, դու երիտասարդ ես, միգուցե միջահասակ ես, դու տեսել ես այն, ինչ որ տեսել ես, դու չես տեսել այն, ինչ որ տեսել է 80 տարեկան տարեց կինը։ Գնա հարցրու, որովհետեւ իմաստությունը տարիների մեջ է։ Գնա հարցրու քո տատիկին, քո պապիկին, քո կյանքի իրավիճակներից պատմություն հորինի, մի ասա, որ ես անցնում եմ, եթե տենց բանես անում։ Ասա, սենց մի հատ աղջիկ կար, մի հատ պատմություն կար, սիրը հարվել էր մի տեղի վրա, ինչ աներ ինքը։ Միգուցե ինքն էլ քեզ մի հատ խելացի պատասխան տա, որտեղ սխալ համոզվածությունները բերում է սխալ սպասումների, սխալ սպասումները բերում է հիասթափություն։ Գիտես, ես այսօր ուզում եմ նաև մյուս մարդուց խոսամ, որ շատ համոզված էր, որ ինքը Քրիստոսի հետևորդ է։ Գիտես, քեզանից առաջ շատ մարդիկ են եղել քո տեղը նստած։ Իրանք էլ էին համոզված, որ Հիսուսին չեն թողի։ Այն մարդը, ով չունեցավ դիսցիպլինա, կարգ ու կանոն, Հիսուս Քրիստոսին հետևելու մեջ, նա ճանապարհին սայթակելու է։ Առանց կարգ ու կանոնի, առանց դիսցիպլինայի դու չես կարալու տեղ հասնես։ Եթե դու տարիներով Աստծո խոսքը չես կարդում, օրերով, շաբաթներով չես կարդում, չունես անձնական աղոթքների կյանք, չկա այդ դիսցիպլինան քո կյանքում, այդ կարգ ու կանոնը չկա, այդ կանոնակարգված ծառայությունը չկա քո կյանքում, հավատա, որ ապահովված չես, որովհետև շատ կմնաս։ Ունեցի կարգ ու կանոն, եւ քեզ հետ խիստ եղի։ Մի քեզ համոզի, մի աս հադե ոչինչ, մի խղճա քեզ, այն մարդիկ, ովքեր խղճում են իրենք իրենց, խղճում են, մեղք ես, չես կարա, հերիքա, այն մարդիկ, ովքեր խղճում են իրենք իրենց, ու ծույլություն է գալիս, ծույլության հետևանքը դիվային մթնոլորտն է լինելու, աշխատասեր եղի, ժիր ծառա եղի Քրիստոսի համար, քո այդ ճարպկությունը, ժիրությունը հոգևոր կյանքի մեջ, աղոթքներիդ մեջ, մարմինը միշտ չի ուզենալու մտնի աղոթների մեջ, մարմինը միշտ չի ուզենալու մտնես խոսքի մեջ, քեզ հետ խիստ եղի, կարգ ու կանոնի մեջ քեզ պահի, որ մնաս հարատևությունով, Քրիստոսի ճանապարհը հետևելու մեջ, որտեվ շատ մարդիկ համոզված էին, որ եկեղեցի գալը պետք չէր։ Ու տենցել կամած հեռացան, մի տարի հետո սկսեցին չաղոթել, երկրորդ տարում սկսեցին մեղքը սիրել, երրորդ տարում արդեն հասկանում ես, որ ամբողջովին մեղքի մեջ էր, որ 20 տարի ազատագրվել էր բոլոր մեղքերից, մի տարում լրիվ վերադարձան։ Գիտես, մաքրման process-ը դժվար է, կանայք կվկայեն,
Ինչքան ժամանակ է պետք, որ մի թափտված սենյակը հավաքեք։ Կամ պատկերացրեք մտել եք կուխնյա, դարսած ափսենելա։ Մի 3 ժամ մաքրում եք, մաքրում, բայց եթե տուն ունեք մեր երեխայի նման, Դանիելի, 3 րոպեում նույն բանը կարան քանդեն։ Տարիներով դու մաքրվել ես, տարիներով փոխվել է քո կյանքը, տարիներով քո համոզմունքները քիչ փոխվել է։ Տարիներ առաջ դու համոզված չէիր, որ ամեն կիրակի կարաս եկեղեցի գաս։ Այսօր ամեն կիրակի դու եկեղեցի ես գալի, բոլոր գործերին ոչ ես ասում։ Տարիներ առաջ դու համոզված չէիր բաներում, բայց Աստված գալով քո համոզմունքները քանդելով առաջ է գնում։ Երբ որ հետ գնացիր, շատ կարճ ժամանակ հետո, այն լրիվ աղբանոցը, որ մաքրվել է տարիների ընթացքում, տեսնելու ես ինչպես նորից հետ եկավ եւ լցվեց քո ներսը։ Ամեն։ Ես ուզում եմ կարդամ Մատթեոս ավետարան 26-րդ գլուխ։ Այս պատմությունը գրված է 3 ավետարաններում էլ գրված է։ Այն ժամանակ Հիսուսը նրանց ասեց. այս գիշեր դուք բոլորդ ինձանով պիտի գայթակղվեք, որովհետև գրված է. հովվին կհարվածեմ եւ հոտը ոչխարները կցրվեն։ Բայց հարություն առնելուց հետո ձեզանից առաջ պիտի Գալիլեա գնամ։ Պետրոսը նրան ասաց. թեկուզ բոլորն էլ քեզանից գայթակղվեն, ես երբեք չեմ գայթակղվի։ Ուժեղ հայտարարություններ, չէ՞։ Պետրոսը համոզված էր, կապ չունի ով ինչ կանի։ Այս տղեն քեզ չի թողի։ Այնքան վստահ էր իր ուժերի վրա։ Ինքը նենց էր համոզված, որ բոլորն էլ, այս աշակերտները բոլորը քեզ թողեն, Հիսուս, ես քեզ չեմ թողելու։ Բայց այդ նույն գիշեր նրա համոզմունքները փուչ էր, որտեղ այդ նույն գիշեր ինքը թողեց Հիսուսին։ Հիսուսն էլ նրան ասավ. ճշմարիտ ասում եմ ձեզ, այս գիշեր ակաղաղը դեռ չկանչած 3 անգամ կուրանաս ինձ։ Պետրոսը նրան ասավ. եթե հարկ լինի քեզ հետ մեռնել էլ քեզ հետ չեմ ուրանա։ Քրիստոսն ասավ, ես գիշեր ուրանալու ես, թողելու ես ինձ։ Ինքը ավելի ամրացրավ իր համոզմունքը։ Ես ինչ ես ասում։ Հարկ լինի քեզ հետ կգամ մեռնելու էլ։ Համոզված էր։ Բայց չկարած պահի այդ ճիշտ համոզված լինել։ Եթե Հիսուսը ասում էր թողելու եք։ Բայց սխալ համոզմունքները բերեց նրան, որ բերեց հիասթափության։ Բայց այդտեղ մի հատ գաղտնիք կա։ Եվ Պետրոսն էր ասում, որ ձեզ հետ մեռնելու կգամ։ Եվ այստեղ գրված է. նույնը նաև բոլոր աշակերտներն էին ասում։ Եվ Պետրոսն էր համոզված, որ Հիսուսին չեն թողելու։ Եվ բոլոր աշակերտները համոզված էին, որ այդ գիշեր իր հետ մեռնելու են գնալու, այդ գիշեր Հիսուսին չեն թողելու։ Այդքան բան, որովհետև համոզված լինելը բերում է նաև ինքնավստահության։ Այդքան ինքնավստահ մի եղի։ Կգա մի քամի, կգա մի փոթորիկ։ Եթե դու քնած մնաս, եթե քո հոգևոր կյանքի մեջ չհարատևես, կառուցածդ կփորձարկի։ Այդքան ինքնավստահ մի եղի։ Ինքնավստահ վիճակը բերում է նրան, որ դու ժամանակ առ ժամանակ հայտնվում ես մի տաշտակի առաջ, որը որ քոնը չէր։ Այն կոտրած տաշտակի պատմությունը լավ գիտենք։ Մարդը իր այդ ինքնավստահ լինելով մեծ բիզնեսներ է սկսում։ Ոչ մեկի կարծիքը հաշվի չի առնում։ Ինչ որ գործ է սկսում, տան ամբողջ խնայողությունները դնում է ինչ որ գործի մեջ։ Չի հարցնում ոչ մեկի կարծիք, ինքնավստահ է։ Եվ ժամանակ հետո տեսնում ես, որ այդ մարդը կորցրավ ինչ որ ուներ։ Պետրոսն էլ էր մտածում, որ ինքը Հիսուսին չի թողի։ Ինքնավստահ մի եղի։ Քեզանից առաջ այնքան մարդիկ են թողել Հիսուսին։ Քո կողքի նստած մարդը թողել է Հիսուսին։ Ունեցի հարատևություն, ունեցի կարգ ու կանոն, ունեցի դիսցիպլինա հոգևոր, հեռացրու ամեն ծույլությունը քո կյանքից, ունեցի հանդիպում Քրիստոսի հետ, ունեցի ընթերցելու եւ աղոթքի ժամանակ, եւ քո ծույլ մարմինը հանի այդ ծույլությունից տար Տիրոջ ներկայության մեջ։ Այդ ինքնավստահությունը, որ դու եկեղեցում ես, այդ ինքնավստահությունը, որ դու չես թողի Հիսուսին, գիտես մարդիկ էլ էին մտածում այդ ձև։ Նայի քո կյանքին, ուշադիր եղի քո կյանքին։ Աստծո խոսքը ասում է, առավել եւս զգուշացիր քո սրտի ծածուկ մտքերից, ծածուկ համոզմունքներից։ Գիտես ես ինչքան եմ ասել Տեր իմ Աստված, ես քեզ չեմ թողի։ Բայց եկել է իրավիճակներ, որ տեսել եմ թողելուն մոտենում եմ։
իմ անտարբերության, իմ ծույլության, իմ հոգևոր կյանքին չնայելու, իմ ալարկոտության, երբ որ աշխատասիրությունը վերադառնում է քո հոգևոր կյանք, դու ունենում ես հոգևոր հասունություն։ Այսօր խորը ալարկոտություն ա մտել Քրիստոսի մարմնի մեջ։ Եկեղեցիներում չեն կարդում Աստծո խոսքը։ Ավակները չեն կարդում Աստծո խոսքը, ծառայողները չեն կարդում Աստծո խոսքը։ Դու տեսնում ես նրանց աղոթքի բառապաշարից, որ անտարբերություն կա Աստծո խոսքի։ Ու համոզված է, որ տեղը հասնելու, համոզված է, որ իր Տերը իրան պաշտպանելու, համոզված է։ Ես կխնդրեմ մեր փառաբանության դաշնակահարուն բարձանա։ Ուզեմ կարդամ Աստծո խոսքից, որ գրված է Եսայի մարգարեություն, կներեք, Սաղմոս 50-րդ գլուխ 16-րդ խոսքից։ Բայց Աստված ամբարիշներին ասում է. Քեզ ինչ որ պատմում ես քեզ ինչ որ դու պատմում ես իմ հրամանները եւ իմ ուխտերը բերանիդ ես առնում։ Աստված ասում է ամբարիշներին, ասում է քեզ ինչ որ դու պատմում ես Աստծո ուխտերը, Աստծո պատվիրաններն ես պատմում։ Որովհետև ատում ես խրատը եւ իմ խոսքերը ականջիդ հետևն ես գցում։ Եթե գող ես տեսնում, գնում ես նրա հետ եւ քո բաժինը շինացողների հետ է։ Բերանը չարություն ես տալիս եւ լեզուդ նենգություն ես հնարում։ Նստում ես, հակառակ ես խոսում եղբորդ դեմ։ Բամբասում ես բրդում քո մոր որդու վրա։ Այս բաները արեցիր։ Աստված ամբարիշտին ասում է, այսքան բաները անում ես, բայց Տիրոջ խոսքն էլ է քո բերանին, ասում է, քեզ ինչ որ Տիրոջ խոսքը քո բերանին է, բայց դու այսքան անում ես։ Այս բաները արեցիր եւ ես լռեցի։ Եվ ես լուր մնացի։ Կարծեցիր, թե ես էլ քեզ նման եմ։ Աստված ասում է, դու այսքան արեցիր, թված քեզ, թված։ Այսօր հիշում ես համոզմունքների մասին, թվացյալ, թված թե Աստված էլ քո նման է։ Քեզ թվացել է, որ Աստված քո նման է։ Եթե դու ինչ-որ մի հատ անօրենություն ես անում, ինչ-որ մի հատ բամբասանք կա, ինչ-որ մի բան կա, որ մեղ կա, Աստված քո նման չի, Աստված քեզ չի հասկանում քո մեղքով, Աստված քեզ հասկանում է քո ապաշխարությունով։ Ասում ես լռեցի քեզ թված, կարծեցիր թե ես էլ քեզ նման եմ, բայց հանդիմանելու եմ քեզ եւ քո արածը դնելու եմ քո աչքի առաջին։ Բաներ կա մեր կյանքի մեջ, մեզ թվում է թե Աստված մեզ կհասկանա։ Դե կհասկանա, որ ես ծխում եմ, դե կհասկանա, որ ես բամբասում եմ, դե կհասկանա, որ ես մեկ-մեկ վիրավորական բառեր եմ ասում, բարկած կոտ եմ։ Աստված քեզ թվացել է, որ Աստված այդ ձևը։ Ու քո սխալ պատկերացման, սխալ երևակայության արդյունքում կունենաս սխալ սպասում։ Ասում եմ, այդ ամենը ես դնելու եմ քո առաջ։ Ես հանդիմանելու եմ քեզ քո արածներով։ Թվում է թե հեշտ է մարդուն նմանեցնել։ Շատ ժամանակ մարդիկ իրականում ստեղծում են իրենց սրտի ուզած Աստվածը։ Ու իրենց Աստվածը իրանց այնքան լավ է հասկանում։ Իրան հովիվը չի կարա հասկանա, եկեղեցու մարդիկ չեն կարա հասկանան, ավակները չեն կարա հասկանան։ Բայց իր Աստված իրան հասկանում է։ Բայց նենգություն կա նրա բերանում։ Ոնց կար Աստված իրան հասկանա։ Եղբայրասպան բամբասանք կա, ոնց կար այդ իր Աստված իրան հասկանա։ Աստված ասում է, ես լռել եմ, դու գիտես, ես քո նման եմ։ Աստված քո նման չի։ Աստված արդար եւ սուրբ է, եւ ուզում է իր ժողովուրդը լինի արդար եւ սուրբ։ Եթե Աստված լռել է, չի նշանակում, որ Աստված քո նման է։ Այն կա է, որ երեխեդ մի բան ասում, սուս ես անում ուղակի։ Չես ուզում ինչ որ բան լինի, ինքն էլ գիտի թե քեզ համոզել է։ Մենք պիտի ուշադիր լինենք մեր ճանապարհների, մեր կյանքին։ Դավիթ իր սաղմոսներում գրում ասում է, քիչ էր մնացել իմ ոտքերը շեղվեր, տեսնում եմ ամբարիշներին, մեզանից լավ է ապրում աշխարհը։
տեսնում եմ, ասում եմ, քիչ էր մնում իմ սիրտը ծռվեր, միջև որ մտա Տիրոջ սրբարանը եւ հասկացա, որ իրանք կորչելու են։ Գիտես, ընթացք կար, որ թվում էր, որ հեսա նրանք ավելի լավ են ապրում, քան մենք, բայց երբ որ հասկանում ես, որ մոտ է Քրիստոսի գալուստը, որ մոտ է Տիրոջ հետ հանդիպումը, որ մոտ է քեզ, դու հասկանում ես, դու չես կորչելու, դու համոզված ես, որ չես կորչելու, դու համոզված ես, որ Տերը հոգա տանելու, մնա Տիրոջը կպած, մնա Տիրոջը կպած, ու երևակայությունների արդյունքում դու կարաս ունենաս սխալ երևակայություններ, դու կարաս ունենաս սխալ համոզմունքներ։ Գիտես, մենք ուզում ենք նորից սկսենք տղամարդկան ծառայությունը։ Դու կարաս այստեղ ունենաս երևակայություն եւ համոզմունք։ Դե ուր եմ գնում։ Դե ինչ սա պետք որ գնամ։ Բայց դա ինչ ա տալի ինձ։ Բայց կու կարաս ունենաս համոզվածություն, որ Աստծո խոսքը ասում է, շատ ուրախալի է, երբ որ եղբայրները մեկտեղ են հավաքվում։ Որ եղբայրները գալիս են իրար գլուխ հավաքվելու։ Քույրերի մասին բան չի ասում։ Ես մտածում եմ, որ եղբայրները կան, քույրերը հետները պիտի լինեն։ Ամեն դեպքում դու պիտի այդ համոզմունքները, որ տարիներով ունեցել ես, քո շահը փնտրելու համոզմունք։ Գիտես, մենք մտածում ենք մարդկության մեծամասնությունը այս ձև է մտածում։ Ինձ ինչ օգուտ։ Համոզված եք, որ տենց եք մտածում։ Քո շահը քեզ որն է ձեռ տալիս։ Կա չէ իրավիճակներ, որ ձեռ է տալիս ու ձեռ չի տալիս։ Օրինակ տրանսպորտով տեղ եք գնում։ Միտեղ լավ է, փափուկ է, ձեռ է տալիս այդտեղ նստեղ։ Իսկ միտեղ չոր է, ձեռ չի տալիս։ Մենք միշտ էլ այդ ձև ենք մտածում։ Թող այդ մտածմունքները եսակենտրոն, ինձ լավ լինելը, ինձ համար ընտիր լինի, մեր կյանքում փոխվի։ Դա սխալ մտածմունքներ է։ Եվ Աստծո խոսքը ասում է, ամեն մեկը դիմացինի շահը փնտրի, ընկերոջ շահը փնտրի։ Եվ ոսկի օրենք Աստվածաշնչում լավ տեղյակ ենք, ինչ որ կամենում ես, քեզ անեն, դիմացինի տարա։ Գիտես, ովքեր են վիճում, որ իրենց շահը փնտրեն, երեխաները։ Երեխաները միշտ կենտրոնացված են իրենց վրա։ Այս ընթացքում մենք մի կարճ ժամանակով գնացել ենք նոյեմբերյան գյուղ, ունենց էր ստացվել մեր փոքր երեխային թողել էինք։ Ստեղ Իջևանում առաջի անգամ ունենց էր ստացվել, որ փոքր աղջիկը սաղ գիշեր իր հետ էր եղել։ Ունենց էր ստացվել, որ մեր երեխան չէր քնել, հիվանդ էր եղել։ Ու այդ փոքր աղջիկս եկավ կնոջս գրկեց, ասում է. «Մամ ջան, ես քեզ ոնց եմ հասկանում։ Ընդամենը մի գիշեր 2 ժամով չի քնել։ Մամ դու ոնց ես մեզ պահել։ Ես քեզ ոնց եմ հասկանում։ Ուրեմն դժվար է եղել, հա։ Թվում է թե երեխաները արհեստացին մեծանում են։ Ծնողները հոգ չեն տանում։ Քո մասին հոգ են տարել։ Քո մասին քո ընտանիքի անդամները հոգ են տարել։ Սխալ պատկերացում եւ սխալ երևակայություն ունես քո ծնողներին, որ քեզ չեն սիրում, որ ուշադիր չեն քո նկատմամբ, սխալ պատկերացում եւ սխալ համոզվածություն ունես։ Թող քանդվի ամեն սխալ համոզվածություն այսօր մեր ներսից եւ Տիրոջ համոզմունքները, Տիրոջ համոզվածությունները լինի, որ համոզված լինեմ, այո, ես ամեն ինչ որ լինի Տիրոջը հետևելու եմ, բայց դա միակ ճանապարհը ապաշխարության ճանապարհն է։ Եվ տեսնում ես Պետրոսը թողեց Հիսուսին, բայց Հիսուսը եկեղեցին վստահեց Պետրոսին։ Սա Պետրոս, սիրում ես ինձ։ Քանի անգամ ուրացել էր, այդքան անգամ հարց տվավ։ Ասավ սիրում եմ, արածեցրու իմ ոչխարները։ Նորից հարց տվավ, Պետրոս, սիրում ես ինձ։ Երրորդ անգամ ասավ, Տեր դու գիտես ամեն ինչ։ Ամեն ինչ գիտես։ Գիտես այն մարդիկ, որ միգուցե սխալ համոզված են եղել, սխալ կարծիքներ են կազմել եւ ծառայության մեջ, եւ ընտանիքի մեջ, վստահի նորից նրանց։ Մի եղի անվստահ։ Հիսուսը եկավ եւ Պետրոսին, որ ուրացել էր, նորից վստահեց։ Նորից վստահեց հոտը։ Ու այն Պետրոսը, որ թվում էր անվստահելի էր, կրկնակի ծառայեց Տիրոջ մարմնի մեջ։ Եվ Պետրոսը դա Քրիստոսի առաքելական թիմի կորիզներից էր։
Որտեվ Պողոսը իր թղթերի մեջ գրվում է Պետրոսը, Հովանեսը, Հակոբոսը, որ երևելիներ են կարծված, այդ դիրք ունեին ծառայության մեջ, որտեղ խժդուժություններ կար, Պետրոսը գնում էր եւ Տիրոջից խաղաղություն էր գալի։ Պետրոսը մարդ եղավ, որ հрьяանների մեջ մտափոխություն արավ, որ Քրիստոսը կանչված ամբողջ աշխարհի մեջ ոչ միայն հետ հрьяանների, այլ նաեւ հեթանոսների։ Այն Պետրոսը, որ անվստահելի էր, Աստված վստահեց նրան։ Եվ այն մարդիկ, որ կան քո շուրջը, սկսի վստահել նրանց։ Կասկածամիտ մի եղի, վստահի, փորձիր, եւ կտեսնես, որ Տերը այն զորությունը, այն օծությունը, որ կան նրանց վրա, կփոխվեն եւ վստահելի կլինեն։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Գիտես, շատ դժվար է այս խառնաշփոթ ժամանակներում չունենալ երևակայություններ, չունենալ համոզմունքներ։ Աշխարհը դարձել է շատ կասկածամիտ։ Մարդիկ դարձել են իրար չուզող, չսիրող։ Բոլորի վրա կասկած է գալի։ Քո հարազատների։ Սրանից մոտավորապես 30 տարի առաջ դու քո հարևանի հետ կներեք նույն ափսեից էիք սնվում։ Կնեիք նույն ծոցում էիք քնում։ Բայց այսօր չգիտես դու հարստացել ես, նա հարստացել է, ձեր արանքի պատն էլ հաստացել է։ Այն վաղտ որ չկար շատ ուտելիք, իրար հետ էինք նստում ուտում։ Բայց հիմա այսօր ուտելիք շատ է, բայց մենակ ենք սիրում ուտել։ Այն ժամանակ մենք չէինք մտածում, որ մեր հարևանը մեր լավը չի ուզում, մեզ չի օգնի։ Աշխատանք անում ենք բոլորս միասին, օգնում ենք իրար, կիսվում ենք հարևանների հետ, ուրախ ենք ամբողջ թաղամասով։ Դռները չէինք կողպում, չէինք մտածում, որ գողերը կգան։ Չգիտեմ, բաներ ա փոխվել։ Որ սատանան մարդկանց ներսում դրել է համոզվածություններ իրար չվստահելու, իրարից կասկած ունենալու, իրար հանդեպ չվստահելու, սխալ համոզվածություններ դնելու։ Միգուցե լավ էր, որ հաց չկար, բայց իրար հետ ուրախությունով ենք լցված։ Եվ Աստծո խոսքը ասում է նրա մասին, որ վերջի ժամանակները կլինի ինչպես Նոյի օրերն էր, հացի կշտություն, անհոգ վիճակ։ Գիտես, այս հացի կշտությունը կա արդեն։ Այսօր Իջևան քաղաքում հացի խնդիր չկա։ Մարդիկ բոլորը կարող են գնել հացի կշտություն եւ անհոգ վիճակ։ Այդ հացի կշտությունը բերում է անհոգություն եւ անհոգություն հոգեվոր կյանքի մեջ։ Գիտես, ժամանակ կար, երբ որ դու նոր եկել ես եկեղեցի, դու ուզում ես անդադար Աստծո խոսքը լսես, ով ինչ կասի լսես վերցնես։ Այսօր 20 բան գիտես։ Հացի կշտությունը եկել է։ Դու լրիվ գիտես։ Երևակայությունը քեզ զոր ա տվել, որ տենց էլ կհասնես տեղ։ Ումից ես հետ որ մտածի քո հոգևոր կյանքի մասին։ Կարգուկանոն ունեցի, դիսցիպլինա ունեցի քո հոգևոր կյանքին, որպեսզի ունենաս հանդիպում Հիսուսի հետ եւ այս խոսքերը լսես նրանից, ապրես բարի, հավատարիմ ծառա, քիչ բանի մեջ հավատարիմ եղար, Տերը քեզ շատ բաների վրա կդնի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եկեք կանգնենք մեր ոտքի վրա։